Ժողովուրդ ջան, կենացները քաղցրանում են։ Հիշում եք, երբ անցած տեսանյութում ներկայացրինք այն մանրապճեղ բլոգերի արկասերը, որը զրկված լինելով վարորդական իրավունքի վկայականից միաստիքյան պողոտային մեքենաների սպանդ էր կազմակերպել, ու մինչև իր հերոսություններն ենք ներկայացնում, պնդելով, որ նմանների տեղը ճաղերի հետևում է եւ որ միայն այդ դեպքում է հնարավոր խուսափել նոր զոհերից, ինքը հոլովակը հրապարակում, որտեղ երևում է, թե ինչպես է քմծի ծաղով լսում մեր այդ խոսքերը։ Իհարկե, լավ է, որ վերջապես անցակ գործի, պարոնայք իրավապաներ, բայց ուզում եմ ասել, որ մենք խիստ հետևողական ենք լինելու դրա զարգացումների հարցում, ու եթե հանկարծ անօրինական ինչ-որ բան նկատեցինք, անպայման բարձրաձայնելու ենք։ Նայեք, Նիսան ուզում է հետներս քշի։ Ինչ անենք, նվաստացնենք, կամ ինչ անենք, մտքրենք։ Այ ինչ անենք։ Դե բնական է, եթե քո ավտոմեքենա վարելու իրավունքը կասեցված է, հետևաբար դու ավտոմեքենա վարելու իրավունք չես ունեցել ու դառնում ես մեքենաների ջարդի հեղինակ ու դրանից հետո հանգիստ քո հավեսին ազատությունն էիր վայելում, սենց կծիծաղեիր ջահել ջան, բայց պապատ քեզ չի ասել, որ ծիծաղում ա նա, ով վերջինն ա ծիծաղում, համբերի, հեսա տես ոնց ա փոքրիկ ուղեղդ սթրեսի ենթարկվելու։ Լավ, եթե ամեն մեկի վրա այսքան ժամանակ ծախսենք, ուր կհասնի։ Տեղափոխվենք Երևան, Սևան, Իջևան ավտոճանապարհի չարաբաստիկ այն հատվածը, իսկ ավելի կոնկրետ Հրազդանի տարածք, որտեղ ինչպես տեսնում եք, Ford Transit-ը ոչ տարել, ոչ բերել ա, մխրշվել ա զիլի հետնամաս։ Հիշում եմ, երբ ժամանակին ամեն առավոտ զարթնում էի ժավելի սպիրտ բացականչությունից։ Հեյ գիտի, Երանի ժամանակներ են։ Հենց այդ ժամանակները հիշեցի եւ տեսա, որ վթարի հետևանքով Ֆորդում տասնյակ լիտրերով բարձված ժավելի սպիրտը թափվել է։ Մտածեցի, չկա չարիք առանց բարիք։ Գոնե լավ է, որ ժավելը այս ճանապարհը կմաքրի։ Լավ, կատակը դեն։ Ինչպես գիտեք, նման դեպքերում հիմնական մեղավորը համարվում հետևից հարվածած մեքենան, այսինքն Ford Transit-ի վարորդը, որին, ինչպես ասացին դեպքի վայրում, առաջինը օգնության են ասել քաղաքացիները, Հրազդանի փրկարարներն ու շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը, նրան տեղափոխելով Հրազդան բժշկական կենտրոն։ Հնը փայկը չի, չէ՞։ Հրազդանն է։ Այնտեղը ձորնանք է։ Ընդ որում, վարորդին մեքենայից դուրս բերելու համար փրկարարներին պահանջվել է հատուկ տեխնիկա եւ մոտ 40 րոպե տանջվելուց հետո են կարողացել գործը հաջողությամբ ավարտել։ Բայց դե հարցը, թե ինչպես է վարորդը հաջողացրել մխրշվել ձիլի մեջ, հանգիստ չի տալիս։ Հուսամ, ապաքինվելուց հետո կպատմի եղելությունը, իսկ ամենակարևորը դասեր կքաղի։ Այս դեպքում էլ ոչ թե ժավելի սպիրտը, այլ սայլարկա, բայց ամեն ինչի մասին հերթականությամբ։ Հարավ-արևմտյան թաղամասից դեպի նոր հյուսիս-հարավ կառուցված ճանապարհին Դեֆանս թաղամասի մոտ ենք, ուր չկա գետ մեկ շաբաթ, որ վթար չլինի։ Այո, երբ նորմալ ճանապարհ չի լինում, վարորդները բողոքում են։ Երբ կարգին ճանապարհ է լինում, կլխկոնձի են տալիս։ Դե արի ու հասկացի սրանց տրամաբանությունը։ Հիմա կհարցնեք, թե ինչպես է ստացվել, որ այս Հովո անունով բեռնատարը բախվել է երկատե պաշտպանիչ ճաղավանդակին եւ հայտնվել կամրջի հարևանությամբ ճանապարհի երթևեկելի գոտում։ Երկար բարակ չեմ պատմի։ Հենա ինքներդ նայեք ու եզրակացություն կազմեք։ Տեսակ, թե ինչ կատարվեց ժողովուրդ ջան։ Հիմա նորից ենք տալիս կադրերը, որտեղից պարզ երևում է, որ խցանման մեջ կանգնած վերջին սպիտակ մեքենայի Հոնդայի վարորդը պետք է այլևս եկեղեցուց դուրս չգա ու Աստծո ողորմածության համար անընդհատ մոմ վառի։ Պատկերացնում եք, թե ինչ կլիներ, եթե այս զռլաման ընկներ այդ Հոնդայի վրա, թեև նենց չի, որ վթարի հետևանքով Հոնդան չէր տուժել, ու ոչ միայն Հոնդան, նման բեռնատարների սենց կլխկոնձի տալը անհետևանք չի մնում, ոչ միայն Հոնդան էր տուժել, այլև Հյունդայը, Toyota Camry-ն և Kia-ն։
Բայց չեմ զարմանա, եթե տեղեկանամ, որ խոչընդոտ ստեղծող մեքենա է եղել կամ էլ բեռնատարը ունեցել է տեխնիկական անսարքություններ։ Հա, քիչ էր մնում մոռանալ, եթե նախորդ վթարի դեպքում ճանապարհը մաքրվեց, քանի որ Ford-ից Javelin սպիրտի արտահոսք էր սկսել, այս դեպքում կեղտոտվեց, քանի որ բեռնատարը բարձված էր սայլարկայով ու վթարի պատճառով սկսվել էր արտահոսք։ Ինչ գեղեցիկ կադր է, ես կասեի խորհրդանշական։ Փրկարարը սիրում է Անտուն շանը, նույնիսկ հուզվեցի արդեն։ Բայց լավ, փրկարարի էմոցիաները թողնենք մի կողմ, անդրադառնանք նրանց գործին։ Իսկ այս դեպքում նրանց գործը մայրաքաղաքի Շիրակի փողոցում գտնվող Շինյանութի եւ այլ ապրանքների պայստային հատվածում ծագած ուժեղ հրդեհն էր։ Ընդ որում հրդեհի լեզուները այնքան երկար էին, որ պանջվել էր մարտական 8 հաշվարկ։ Մի քանի մարտական հաշվարկներ են, ժամանե ու դեռ շարունակում են ժամանեն։ Նայք կրակները լկա է, այնա կրակները։ Ավելորդ է ասել, որ մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են տեղի աշխատակիցները, բայց լավ կլիներ հետևանքների փոխարեն մտածեին պատճառների մասին, այսինքն պահպանեին հրդեհային անվտանգության կանոնները։ Ախր դժվար է հասկանալ, որ Շինյանութի մեջ հրդեհավտանգ ապրանքներ կան, ու բավարար է մի կայծ խնդրեմ։ Չէ, ամենևին էլ նպատակ չունեմ կատարվածի կոնկրետ վարկած հնչեցնեմ, բայց մեծ է հավանականությունը, որ տենց մի բան է եղել։ Տևական ժամանակ պայքարելուց հետո հրշեջները ի վերջո կարողացան կանխել կրակի տարածումը, որը տեսանելի էր մի քանի 100 մետրից, իսկ ծուխը 1 կիլոմետրից։ Տեղում Երևանի 103 շտաբօգնության բժիշկերի հերթապահ մի քանի հոգու ցուցաբերեց օգնություն, որոնց ինքնազգացողությունը ծխից վատացել էր։ Ասում եմ սաղեջ, բայց լավ է, որ տարածքը գազաֆիկացված չէր, թե չէ հետևանքները կարող էին ավելի սարսափելի լինեին։ Քանի օգու օգնությունը ցուցաբերե։ Արդեն լավ եք, չէ։ Այո։ Մտել են ամենավտանգավոր տեղը, Միտեղ բժիշկները տեղում օգնություն ցուցաբերեցին, միտեղ հիվանդանոց հասցրին։ Մի խոսքով կարողացան տուժածներին փրկել, բայց ներկայացվող մնացած դեպքերում բժշկական օգնություն կամ ընդհանրապես չպանջվեց, կամ էլ ուշացան։ Ողբերգական պատահարների շարքը սկսում ենք Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի դեպքով։ Ժամը 19-ի սահմաններում պարեկները ահազանգ են ստանում, թե Honda Մակնիշի մեքենան Թեղուտ Հաղարծին Գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մոտ 60-ից 70 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին։ Վայ մամա ջան, երեխեքի հագուստներն է։ Ահազանգողը նաև նշել էր, թե մեքենայում կին ու երեխաներ են եւ որ չի բացառվում, որ ընտանիքի անդամներ են։ Մինչև դեպքի վայր հասնելը աղոթում էի, որ այդպես չլինի։ Ցավոք, այս դեպքում բարձրյալը բարեհաճ չգտնվեց։ Պարզեցի, որ Դիլիջանի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խմբերը վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել, սակայն նրանցից երկուսի վիճակը եղել է ծայրահեղ ծանր։ Պարզեցի նաև Դիլիջան բժշկական կենտրոն տեղափոխված անձանց ինքնությունները։ 38-ամյա Ալմարա, 12-ամյա Նարեկ, 3-ամյա Սերգո եւ 14-ամյա Նարե։ Հարցրեցի, թե հատկապես ում վիճակն էր ծանր։ Ասացին, որ Ալմարայի եւ Նարեի։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ցավոք երեխաներից մեկը 14 տարեկան, ով ի դեպ 3 նշելիս է եղել իր ծննդյան 14 տարին, ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։ Աստվածիմ, իրոք թշնամուն չես ցանկանա։ 3 նշելիս է եղել ծննդյան օրը, այսօր մահացել է։ Ինչ վերաբերում է Ալմարային, ենթադրաբար Նարեի մորը ասացին, որ ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Սա փաստորեն Հաղարծինում բնակվող մի ընտանիքի տխուր պատմությունն է։ Կհարցնեք, իսկ ի՞նչն է եղել ինքնավթարի պատճառը։ Անկեղծ չեմ կարող ասել, ժողովուրդ ջան, ու ոչ թե միայն այն պատճառով, որ մարդ է մահացել ու պետք չէ ավելորդ չստուգված հայտարարություններ անել, այլ որ իսկապես չգիտեմ։ Սա էլ օրը ցերեկով Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական պատահարն է։ Դե գիտեք, սովորաբար երբ ազանգ եմ ստանում, սկսում եմ մի շարք հարցեր տալ, որպեսզի մոտավոր պատկերացում կազմեմ կատարվածի մասշտաբների եւ վտանգավորության բնույթի մասին։ Չափանիշներս չեմ հրապարակում, որպեսզի թաթալաբազները դրանք չսերտեն ու ինձ չխաբեն։ Սակայն երբ Երևան Երասխ Մեղրի ավտոճանապարհի Արարատ բնակավայրի վարչական տարածքից ազանգողը նշեց, թե Շամշան վթարի հետևանքով մեքենաներից մեկը գլխի վրա շրջվել է ու կարծես թե զոկա, վարկյան անգամ չտատանվեցի։ Միզո 2 վիրավոր։ Զինվորական է։ Ոնց է վիճակները, ասում մեկը ծանր է։ Վայ մամաչա։ Այո, Opel-ի եւ Jeep-ի բախման հետևանքով վերջինը գլխի վրա շրջվել էր, բայց նենց չի, որ Opel-ը լավ էր պրծել։ Ոչ, նրան էլ կարելի է ասել արջևի հատվածն էր բացակայում։ Ու քանի որ գլխի վրա շրջված ամենագնացի արջևի հատվածը լավ վնասված էր, հավաքվածները տեսակետ էին հայտնում, թե ելի գործ ունեն ճակատային բախման հետ, չեմ պնդի, բայց մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, օրինակ, որ ճանապարհը բավականին նեղ էր, այդ վարկածը ապրելու իրավունք ունի։ Հիմա այն մասին, թե ինչ հետևանքներ է ունեցել վթարը մարդկանց համար։ Ինչպես տեսնում եք, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, ինչպես հետո պետք է պարզեի Գեղարքունիքի մարզի բնակիչ 55-ամյա Տարոնն էր։ Երկու հոգու էլ շտաբօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխել էին Արարատ բժշկական կենտրոն, ասացին, որ վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էր, հուսանք, որ կապրի։ Հա, մի անգամանք եւս։ Ըստ դեպքի վարում հավաքվածների վարորդներից մեկը ժամկետային զինծառայող է։ Այն մարդ կլինի մի վթար, որտեղ չի շրջանառվի զինծառայողի անուն։ Ախր ինչքան կարելի է։ Հեսա բախումը ստեղ եղե։ Արայնը հարազատն եկավ։ Արս հարազատն եկավ։ Եվ վերջում կրկին վերադառնանք Երևան-Սևան Չարաբաստիկ ճանապարհ։ Նույնիսկ սարսափում եմ պատկերացնել, թե ինչ է այդ ճանապարհին կատարվելու ամառային սեզոնին։ Հələ հեռու ենք այդ եղանակներից, բայց արդեն ամեն շաբաթ ողբերգություն է արձանագրվում։ Հերթականը գրանցվեց առավոտ կանուխ, ժամը 7-ի սահմաններում։ 45-ամյա Սարիբեկը ոչ տանում ոչ բերում է, Չայնիի ոլորաններում դուրս է գալիս երթևեկելի գոտուց, մխրճվում բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի մեջ եւ մոտ 80 մետր առաջ ընթանում։ Պորշա, չէ, Պորշա։ Հեսա կոշիկի հելաս խեղճի։ Այնան մացը Նման վթար վաղուց չէի տեսել։ Ինչպիսի արագություն պետք է բացած լինի, որ արգելապատնեշների մեջ մխրճվելուց հետո այդքան առաջ գնա։ Հարվածն այնքան ուժգին է եղել, որ գազաբալոնն ու անվայծաններից մեկը կոտրվել ու շպրտվել են։ Նույնիսկ կույրը կնկատեր, որ վարորդի ողջ մնալու հավանականությունը եղել է զրոյական։ Իսկ երբ պատկերացնում եմ նրա ապրած վերջին վայրկյանները, ուղղակի սարսափում եմ։ Նրա մարմինը հայտնաբերվել էր մեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա, բայց այս վթարի ամենաուշագրավ լուրը դեռ հետո պետք է ստանայի։ Պարզվում է, որ վարորդը զրկված է եղել մեքենա վարելու իրավունքից, իսկ վթարից ժամեր առաջ հերթական անգամ Բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի Պարեկի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, իսկ հետո օրենքի շրջանակում Պարեկը ավտոմեքենան իպա է հանձնել նրա համար ժամանած ազգականին, ով պարտավորվել է ավտոմեքենան ինքը վարել, բայց ժամեր անց Սարիբեկը վթարի է ենթարկվում ու մահանում, այնպես որ վթարի մեջ իր մեղավորությունը ունի նաև այն ազգականը,
ում ավտոմեքենան հանձնվել էր։ Մեկնաբանությունները կարծում եմ ավելորդ են։ Կասի բալոն է։ Գագիկ Շամշան, Սուրանկյուն։